Ողջույն սիրելիներ, շատ ուրախ եմ, որ միացեք իմ ալիքին։ Այսօր ձեզ հետ միասին ուզում եմ պատրաստել խոզի թևը ամանորյա համար։ Այստեղ իմ մոտ խոզի թև է, խոզի բութ չէ։ Իմ մոտ կշռում է խոզի թևը 5 կիլոգրամ, սիրելիներս։ Այսօր կբացակցենք խոզի թևը, կդնենք աղաջրի մեջ, սովորական աղաջրի մեջ, մարինադի մեջ չենք դնում։ Դնում ենք աղաջրի մեջ, մնում է մեկ օր սովորական աղաջրի մեջ խոզի թևը, իր այժունն է դուրս տալիս, կեղտոտ ջրերն է դուրս տալիս, հետո մեկ օր անց փոխում ենք աղաջուրը, նորից այդտեղ ավելացնում ենք աղ եւ համեմունքներ, այսինքն մարինադ ենք պատրաստում, մարինադի մեջ մնում է նույնպես մեկ օր եւ հաջորդ օրը եփում ենք, այսինքն խոզի թևը պետք է մնա աղաջրի մեջ մեկ օր, մարինադի մեջ մեկ օր, 2 օր պետք է մնա ջրի մեջ։ Հիմա ինչ ենք անում, նախ լավ լվանում ենք խոզի թևը, լավ լվացել եմ ես, այստեղ ավելորդ բաները հանել եմ, մի քիչ հանել եմ սալը վրայից, որ գեղեցիկ ստացվի, հիմա լավ ծակծկում ենք, լավ, շատ լավ ծակծկում ենք, այսպես լավ ծակծկում ենք, որ աղը լավ մտնի մսի մեջ, այսպես ասած, լավ արունաջուր դուրս տա, սիրելիներս հատկապես ծակում ենք ոսկրային հատվածը, որովհետև այդտեղ աջուն շատ կլինի, այսպես լավ ծակծկում ենք, այստեղ չեք պատկերացնում առանց ամանոր, առանց սեղան կամ առանց տոմ խոզի բդի, սա սեղանի զարդն է համարվում եւ հաճույքով պատրաստում եմ ամեն ինչը կապված է ամանորի հետ։ Շրջում ենք, նորից ծակծկում ենք այսպես, հաջորդ կողմից լավ ծակծկում ենք։ Այսպես շատ լավ ծակում ենք, որպեսզի իր այժունոտ կեղտոտ մեջի ջրերը դուրս տա։ Տեսեք, արդեն ես ծակեցի, բայց իր այժունոտ ջուրը դուրս տվեց, որովհետև մեջը այժուն շատ կա, դե բնական է, որ այդպես պետք է լինի։ Այսպես։ Ծակեցինք, վերջացրեցինք։ Լցնում ենք ջրի մեջ աղ, մանր աղ։ Այսպես լավ ճաշի գտալ, մի քանի գտալ լցնում ենք։ 4 գտալ ես լցրեցի աղ։ Լավ խաղում ենք, այսպես, և թևը տեղափոխում եմ աղաջուրի մեջ, պետք է տնենք սառը տեղ, մառանում կամ պատշկամբում, չգիտեմ, եթե ինչ-որ հարմարի տեղ ունենք, պետք է տնենք սառը տեղ, ուй, ծանր է, աղավոր ծանր է, այստեղի մոտ կեսը դուրս մնաց, խնդիր առաջացրեցին մոտ այստեղ, մի խոսքով, լավ, այդ կփոխենք, նայեք, տեսեք, ինչ ենք անում, սա թևը օրվա ընթացքում մի քանի անգամ շրջում ենք, որովհետև հաստատ այժունը լավ դուրս կտա, մի քանի անգամ շրջում ենք մյուս կողմից, հետո հակառակ կողմով, որ լավ այժունը դուրս տա, մակրվի, սիրելիներս կտնենք սառը տեղ, որ հանկարծ ինչ-որ խնդիրներ չառաջանան մեր մսի հետ, մեկ օր անց կմիանանք ձեզ հետ, այնտեղ կպատրաստենք մարինադը, ինչպես է պատրաստում խոզի թևի մարինադը կամ բդի մարինադը, կապ չունի, ինչպես կպատրաստենք մարինադը և սոուսներ կպատրաստենք եփելու ընթացքում։ Մեկ օր անց նորից կվերադառնանք։ Անցել է արդեն մեկ օր, տեսեք ինչքան այժունաջուր է դուրս տվել մեր խոզի թևը, օրվա ընթացքում այսպես մի քանի անգամ ես շրջել եմ, ինքը լավ այժունը դուրս է տվել, հիմա սա կթափեմ, մի հատ միսը կլվանամ ու նորից կվերադառնամ։ Այսօր պատրաստելու ենք մարինադը, ինչը մեզ դրա համար անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է չաման, դափնուտերև, աղ, սխտոր մի քանի ատամ եւ խոշոր հատիկավոր պղպեղ։ Լցնում ենք մի քանի հատ դափնուտերև, այսպես իրան մեջտեղից, որը որ խոշորը մեջտեղից այսպես կիսում ենք, այսքանը բավական է։ Լցնում ենք 2 թեյի գտալ չաման, այսքանը բավական է, լցնում ենք աղ, 3-4-5 գտալ թեկուզ չվախենակ, որովհետև հաստատ աղի չի ստացվի, այսքանը բավական է, լցնում ենք մի քանի հատիկավոր սեղպղպեղ, և ճզմում ենք սխտորը։
Սխտորը պետք է ճզմենք, որ իր հանուն ու հոտը ավելի լավ արտահայտի չստացվի։ Այս անգամ ես գազար չեմ օգտագործելու, որովհետև գազարը լրիվ մսի համը փոխում են։ Շատերը հենց առաջի անգամ են մսի աղաջրի մեջ մարինադ սարքում, դա սխալ է, որովհետև միսը իր արյունաջուրը դուրս է տալիս, առաջի անգամ որ դնում եք աղաջուր, թողեք լավ ջուրը, արյունաջուրը դուրս տա, որ հետո ձեր միսը ավելի համեղ ստացվի։ Մի հատ խառնում ենք, երբեք ես դուդը տվյալ պահին մեզ մոտ թև է, երբեք սառնարանում չդնեք հարգելիներս, որովհետև ծանրությունից կարող է կոտրվել։ Դրեք սառը տեղ, մառանում կամ պատշգամբում, չգիտեմ որտեղ է ձեր հարմար, այդտեղ էլ դրեք։ Դնում ենք այստեղ թևը եւ նորից տեղափոխում ենք սառը տեղ։ Պետք է մնա 1 օր։ 1 օր անց, այսինքն վաղը մենք եփելու ենք թևը, վաղն էլ կմիանանք եւ միասին կպատրաստենք ամանորյա մեր սեղանի զարդը։ Մնացեք իմ հետ։ Ողջույն բոլորին։ Հիմա մենք շարունակում ենք պատրաստել մեր ամանորյա թևը, տվյալ պահին մեր թևը ութ չի։ Ես հիմա վրան կարմիր պղպեղով չամանով կպատեմ, կտրես անցքերի մեջ սխտոր կլցնեմ ու արդեն տեղափոխենք ջրից։ Ես վերցրել եմ այսպիսի տոպրակներ, հատուկ նախատեսված խոզի բդի համար։ Այսպես կկտրեմ։ Այսպես կծակենք։ Անցքերի մեջ կտեղավորենք սխտոր։ Մարդկա սխտորի հետ գազար է դնում, բայց ասեմ, որ գազարը լրիվ համը փոխում է մսի։ Ըստ ինձ, ես գազար չեմ սիրում խոզի բդի հետ, գազար չեմ սիրում, այսպես ավելի հարմար է, քան թե գազար, այսպես ավելի լավ է ինձ համար, քան թե գազարը, այսպես լավ չեմ։ Ասեմ, որ ով որ բաժանորդագրվել է, խնդրում եմ ցեղնեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք։ Իմ հետագա տեսանյութերը, որ երևա, չեմ անում, իսկ ովքեր որ չեն բաժանորդագրվել, խնդրում եմ ցեղնեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք իմ հետագա տեսանյութերը, շուտով նաև կտեղադրեմ աղցանների տեսակներ, ամանորյա աղցանների տեսակներ, տեսնեք, ես արդեն տոպրակի մեջ դրել եմ հատուկ նախատեսված խոզի բդի համար, տոպրակի մեջ դրեցի, դնում ենք նախապես միացնում ենք ջեռոցը, ջեռոցը պետք է լինի 180 աստիճան, իմ մոտ հավի ներողություն խոզի թևը կշռում է 5 կիլոգրամ, այսինքն ես 5 ժամ եփելու եմ, այդ ընթացքում կտեսնեմ, 5 ժամ կեփեմ, թե 5.5 ժամ, պիտի որ շուտ եփվող խոզի թև լինի, մաքսիմումը, ինչքան որ կշռում է ձեր խոզի բուդը, այդքան ժամ պիտի եփեք, սիրելիներս։ Այսքանը, առայժմ այսքանը, մնացածը արդեն պատրաստ լինելուց հետո ձեզ ցույց կտամ ինչ տեսք է ստացել, ինչ արդյունք ունենք։ Ու հետո ես ձեզ ցույց կտամ վրան քսելու սոուսը, ինչպես ենք պատրաստում։ Երկու տեսակի սոուս է, մեկը կետչուպով, մեկը մայոնեզով։ Ես նախընտրեցի մայոնեզով, կետչուպ չեմ ուզում։ Ես ձեզ ցույց կտամ։ Կմանրամասնեմ, ցույց կտամ, միասին կպատրաստենք։ Մնացեք իմ հետ։